Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը դիմել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է երկրորդ աջակցությունը։ Մենք արդեն դիմել ենք երրորդ աջակցության համար, ասաց Միրզոյանը։ Հայաստանը ԵՄ խաղաղության եվրոպական հիմնադրամից առաջին անգամ աջակցություն է ստացել 2024 թվականի հուլիսին 10 միլիոն եվրոյի չափով, որի նպատակն էր դաշտային մոդուլային ճամբարի ստեղծումը, ինչը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Երկրորդ աջակցությունն արդեն 20 միլիոն եվրոյի չափով Հայաստանը ստացել է 2026 թվականի հունվարին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։ Նա մասնավորապես հայտարարել է. ապրիլի 1-ից մեր ենթակայությամբ գործող բոլոր խնամքի կենտրոնների, երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների, ինչպես նաև մեր երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 30%-ով, և մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության, նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Հետևաբար մայիսին հարգելի գործընկերներ դուք կստանաք պլյուս 30% աշխատավարձ, և ես որպես նախարարության ղեկավար ըստ էության ձեզնից ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս։ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է շուրջ 5 տրիլիոն դրամ կամ 14 միլիարդ դրամ, իսկ դրա հարաբերակցությունը հնային մնացել է վերահսկելի մակարդակում։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելով կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Կառավարության պարտքը նրա հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.7%-ային կետով և կազմել 47.3%, պահպանվելով Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում, ասաց նախարարը։ Պետական պարտքի կառուցվածքում նկատվում է կարևոր միտում՝ ներքին փոփոխությունների դերը։ Ըստ Հովհաննիսյանի 2025 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորման մեծ մասն իրականացվել է հենց ներքին աղբյուրների հաշվին։